Գյուրջան Կասկադ, հասանելի բնակարաններ 65 ամիս մարման ժամկետով։ Ես ունեմ մեկ հարց համակարգին վերաբերող, համակարգում պրակտիկաներից մեկին վերաբերող, խոսքը առաջին ացանի դատարանի վճիռները բողոքարկելու պրակտիկայի, դրանց ժամկետների եւ հարակից հարցերի վերաբերյալ է։ Հարցս երկու մասի բաժանեմ, արդյոք համաձայն եք այն դիտարկման հետ, որ դատախազությունում կա պրակտիկա անպայմանորեն բողոքարկել բոլոր այն վճիռները առաջին ացանի դատարանում կայացված, որոնք 100%-ով չեն բավարարել մեղադրող կողմի պահանջը։ Ասենք, պահանջել է 5 տարի ազատազրկում, տվել են 4.5 կամ 4 կամ 2 տարի են ուզել, տվել են պայմանական։ Արդյոք կա նման պրակտիկա, որ անպայմանորեն որպես այսպես պրևենտիվ միջոց անպայմանորեն բողոքարկել, նույնիսկ եթե գիտեն, որ նույն պրակտիկայով վերաքննիչ դատարանը միևնույնը որոշումը թողնելու է ուժի մեջ։ Կա նման պրակտիկա, թե չէ։ Ես շատ եմ լսել, որ կա նման պրակտիկա։ Եվ երկրորդ ժամկետների վերաբերյալ, նաև էլի ես բողոքներ եմ լսել առ այն, որ էլի որպես պրակտիկա վճիռները բողոքարկվում են վերջնաժամկետի հենց վերջին օրը։ Եթե 30-օրյա ժամկետից ենք խոսում, հաճախ հենց 30-րդ օրը, հաճախ վերջին ժամին նույնիսկ, օրվա ավարտին կամ նախավերջին օրը։ Եվ ես կուզենայի, եթե դուք համաձայն եք, որ նման պրակտիկա կամ եթե ոչ թե պրակտիկա, այլ նման երևույթ կա, նման վիճակագրություն եթե ունեք, որն է դրա պատճառը, այսքանը։ Շնորհակալություն, պարոն Եղուան, ձեր հարցին նախ պատասխանեմ վիճակագրական տվյալներով եւ նաեւ ներկայացնեմ պրակտիկան, որը առկա է եւ կարող եք հետեւել, եթե համակարգված նայեք բողոքարկման գործընթացին։ Գլխավոր դատախազի եւ տեղակալների կողմից ներկայացված վճռաբեկ բողոքներից 2024 թվականի ընթացքում բավարարվել է 11.3%, մինչդեռ 2023 թվականին բավարարվել է 5.3%, ինչով են պայմանավորված թվային այս տարբերությունը։ Հաշվետու ժամանակահատվածում մենք հիմք ընդունելով վճռաբեկ դատարանի նախկինում կայացված նախադեպային որոշումները անհարկի չենք ծանրաբեռնում բարձր դատարանները բողոքներով։ Իմանալով արդեն բարձր դատարանի դիրքորոշումը, հիմա վերաքննիչն էլ կանդրադառնամ, իմանալով բարձր դատարանի դիրքորոշումը, որը կիրառելի է նաև վերաքննիչ դատարանի եւ առաջին ացանի դատարանի համար, մենք այս դեպքերում բողոք չենք տանում։ Այս թվային տարբերությունը պայմանավորված է ոչ թե նրանով, որ վճռաբեկ դատարանը հակված է բավարարելու դատախազության բողոքները, այլ ընդհակառակը դատախազությունը տանում է բողոք միայն այն դեպքերում, երբ տեսնում է հեռանկար դատարանի կողմից վարույթ ընդունելու եւ հաշվի առնելով դատարանի ծանրաբեռնվածությունը անհարկի չի ծանրաբեռնում բարձր դատարանին իր բողոքներով։ Նույն պրակտիկան կիրառելի է նաեւ վերաքննիչ դատարանների համար։ Այստեղ մի նրբություն էլ կա, որ կխնդրեմ հաշվի առնել։ Շատ հաճախ մենք պատժի հետ կապված չենք բողոքարկում, ինչու, որովհետև գործի քննության ողջամիտ ժամկետներն են ահազանգում։ Առաջին ացանի դատարանում գործի քննությունը կարող է տևած լինել այնքան, որ պատժի հետ նույնիսկ անհամաձայնության դեպքում մենք նախընտրենք, որ դատական ակտը մտնի օրինական ուժի մեջ եւ արդարադատությունը իրականացվի, քան բողոքարկման արդյունքում սպառվի գործի քննության ողջամիտ ժամկետը։ Եվ այս դեպքերում մենք եւս քննարկում ենք վերաքննիչ բողոք տանելու նպատակահարմարության հարցը։ Նաեւ եթե հետեւել եք մեր հրապարակումներին, վերջերս մենք հրապարակում ենք նաեւ դատարանի կողմից, առաջին ացանի դատարանի կողմից կայացված դատական ակտերը, որոնց պատիժները կարող է շատ փոքր անհամապատասխանություն ունեն դատարանում մեր կողմից ներկայացված պատժի վերաբերյալ առաջարկի հետ։ Այդ ակտերը եւս չենք բողոքարկում, որովհետեւ այստեղ կարող են լինել 6 ամսվա տարբերություն, 1 տարվա տարբերություն եւ սա ըստ էության այն վճռորոշ գործոնը չի, որը պատժի արդարացիության վրա ազդում է եւ մենք այս դեպքերում եւս վերաքննիչ բողոք չենք տանում։ Այստեղ գործերի ձգձգումների հետ կապված ես կխնդրեմ, որ նաեւ հակառակ կողմն էլ նայեք, որովհետեւ շատ հաճախ այդ բողոքարկումների արդյունքում ողջամիտ քննության ժամկետը սպառվում է պաշտպանական կողմի բողոքների հիման վրա եւ շատ դեպքերում, երբ որ դատախազությունը չի բողոքարկում հենց գործի քննության ողջամիտ ժամկետի անհրաժեշտությունից ելնելով պաշտպանական կողմը անպայման բողոքարկում է։ Ինչ վերաբերում է վերջին օրը բողոք տանելուն, մենք մի լրջագույն խնդրի առաջ ենք հիմա կանգնած եւ այդ կապակցությամբ նշեմ, որ դատախազությունում ուսումնասիրություններ են իրականացվում։ Մենք դատական ակտերը ստանում ենք ուշ։ Օրինակ, դատավորը պարտավոր է հնգօրյա ժամկետում մեզ ուղարկել դատական ակտը, մենք ստանում ենք 4 ամիս հետո։
Մենք ստանում ենք կես տարի հետո։ Իմ կողմից նշված լիազորությունները դադարեցնելու հիմք ծառայած գործով ստացել ենք ավելի քան 1 տարի հետո։ Այսինքն այս դեպքում մեր բողոքարկման ժամկետը ստացման պահից է հաշվում եւ շատ հաճախ ձգձգումը պայմանավորված է հենց այդ հանգամանքով։ Մենք առաջիկայում բարձրագույն դատական խորհրդի ուշադրությունը հրավիրելու ենք այս հանգամանքի նկատմամբ։ Համեցեք արձագանք, պարոն Եղան։ Շատ լավ, երկրորդ մասը հասկանալի է, եթե ուշ եք ստանում, բնականաբար առավել եւս 4 ամիս ուշ եք ստանում, բնական է, որ չէիք կարող 30 օրում բողոքարկել, բայց խոսքս վերաբերում է այն դեպքերին, երբ ստացել եք պատշաճ ժամկետում եւ այնուամենայնիվ դատախազը նախընտրել է ինչ-ինչ նկատառումներով եւ ասեմ ձեզ անկեղծորեն, որ ինձ հետ խոսացած մարդիկ հաճախ այդ նկատառումները կապում են կոռուպցիոն ռիսկի հետ։ Քաղաքացիներն ասում են դա կարող է սպասում են մինչև վերջի օրը, որ տեսնեն վերաբերմունք կա թե չկա, որ տանեն թե չտանեն։ Սա ողջամիտ կասկած է, ես չեմ կարող այս ողջամիտ կասկածին որևէ բան հակադարձել, եթե հենց խոսքը հենց 30-րդ օրվա մասին է։ Լավ, մի շաբաթ, 2 շաբաթ, 25 օր հետո, 26 օր հետո, այսինքն այս նրբությունը կա եւ ես խնդրում եմ պրակտիկայում դրան ուշադրություն դարձեք, ինչ վերաբերում է վճռի բովանդակության բողոքարկմանը, այստեղ էլի տեսեք, դուք ասում եք չենք բողոքարկում, երբ արդեն համարում ենք, որ արդարադատություն իրականացել է, 6 ամիս տարբերությամբ վճիրները 1 տարի էլի չենք բողոքարկում, բայց նաև կան վճիրների մի խումբ, որոնք թեև էլի իրենց ամբողջ ծավալով էականորեն տարբերվում են մեղադրական կողմի ավարտն, պարոն Արշակյան, խնդրած պատժաչափից, բայց միևնույն է դատախազությունը գիտի, որ վերաքննիչը դա թողնելու է ուժի մեջ, գիտի պրակտիկայից եւ հոդվածից, բայց միևնույն է բողոքարկում այս պրակտիկան կա, որ ամեն դեպքում բողոքարկենք, թող լինի ինչ լինում է, թեև 99%-ով Պարոն Արշակյան, կարևոր հարց ենք քննարկում։ Ես կարծում եմ, որ այս 20 վայրկյանը պատգամավորներ սպասում են իրենց։ Բայց մենք խնդրում եմ ոչ միայն ձեզ, պարոն Եղան, բոլոր պատգամավորներին հետևել ժամանակին։ Բայց շատ կարևոր հարց ենք։ Շատ կարևոր է, ես համոզված եմ, որ այս 20 վայրկյանվա իմ ասելիքը ավելի թանկ է, քան Պարոն Եղան, ձեր հարցը այլ հավասար պայմաններում։ Ուղղակի կրկնում եք 3 անգամ հարցը, ուզում եմ, որ ավարտենք։ Շնորհակալ։ Ես չեմ կրկնում, ես նյուանսներ եմ բերում հարցի մեջ, պարոն Արշակյան, շնորհակալություն։ Շնորհակալություն, պարոն Եղան։ Ձեր մտահոգությունը պատասխան ենթադրում է, չէ՞։ Իհարկե։ Պարոն Եղան, ձեր մտահոգությունը հիմք ընդունելով եւ իգիտություն ընդունելով մենք լրացուցիչ մի հատ ուսումնասիրություն կանենք հասկանալու համար արդյոք նման մասսայական միտում կա, բայց ես վստահեցնում եմ, որ ոչ, որովհետեւ դատախազությանն էլ բնավ ցանկալի չի վերջին օրը բողոք տանելը, հաշվի առնելով նաեւ ծանրաբեռնվածության եւ նմանատիպ այլ հանգամանքներ, բայց ամեն դեպքում քանի որ դուք մտահոգությունը բարձրաձայնում եք, ենթադրում եմ ձեր պատգամավորական մանդատի շրջանակներում քաղաքացիների հետ հանդիպումների արդյունքում է ձեր մտահոգությունը ձևավորվել, մենք ամեն դեպքում ներտնային աշխատանք կանենք հասկանալու համար արդյոք 1-2 նման մասնավոր դեպք է, թե մասսայական դրսևորում է, որովհետև ինձ որպես անձի, որը ամենօրյա աշխատանքի մեջ է դատախազությունում, նման մասսայական ձևաչափ դերևս չի պատահել, մենք ամեն դեպքում ձեր մտահոգությունը գիտություն կընդունենք եւ մի հատ ներքին ուսումնասիրություն կանենք հասկանալու համար։ Շնորհակալ եմ։ Տագոյ Ղազարյան, հաջորդ հարցը։ Պարոն Եղան, 10 րոպեանոց ելույթ է լինելու։ Խնդրում եմ բոլոր նյուանսները ձեր մոտ գրեք, ելույթի ժամանակ նորից տվեք, գլխավոր դատախազը ավարտին նորից կանադառնա այդ հարցին։ Խնդրում եմ ժամանակը պահել եւ հարգել մնացած բոլոր հարց տվողների իրավունքը, որովհետեւ 37 հարց կա, որին նաև 3 րոպեանոց պատասխան պետք է հնչի։